Ընտրություններից հետո հրաշքներ չեն լինելու։ Հունիսի 8-ի առավոտը չի տարբերվելու մյուս լուսապայծառ առավոտներից։ Այն մարդկանց, ովքեր սրտատրոփ սպասում են հունիսի 7-ին, ովքեր օրերն են հաշվում, մնաց 65 օր, 64 օր, 63 օր, 1 օր, եւ ամեն ինչ կփոխվի, եկել եմ հիասթափեցնելու։ Ոչինչ չի փոխվելու մեկ գիշերվա մեջ։ Կփոխվի իշխանությունը թե ոչ, դա կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Ոմանք հավատում են, որ իշխանափոխությամբ կազատագրվենք, կբարգավաճենք, կդառնանք ուժեղ ու հզոր։ Մյուսները վստահ են, որ ամեն ինչ կմնա նույնը եւ իրենք կշարունակեն հարստանալ ու բարգավաճել։ Բայց երկու դեպքում էլ հունիսի 8-ը հունիսի 6-ից չի տարբերվելու, որովհետեւ խնդիրը շատ ավելի խորն է, քան ընտրությունները։ Մենք արդեն երկար ժամանակ է կահավիժում ենք եւ այդ կահավիժումը չի կանգնելու միայն այն պատճառով, որ քվեարկության օրը փոխվեց իշխանությունը կամ պահպանվեց նույնը։ Այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցում, որ ընկնում ենք, չենք կանգնելու, մինչև չկառչենք ինչ-որ կետից, որը մեզ կասի, այստեղից այլևս նահանջ չկա, հայ ժողովուրդ, սա քո կարմիր գիծն է։ Որովհետև պետությունները չեն փրկվում ընտրություններով միայն, դրանք փրկվում են մարդկանցով, ովքեր պատրաստ են պետություն ունենալ, ովքեր ուզում են պետություն ունենալ, ովքեր կարող են պատասխանատվություն վերցնել։ Հիմա սպասում ենք, որ ինչ-որ մեկը գա ու փոխի մեր իրականությունը։ Այդ նպատակի համար չբերվեց 2018-ին Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ակնկալիքով բերվեց, որ կգա հարուստների ծահակախլի ունեցվածքը կբաժանի աղքատներին ու գոհ ու երջանիկ կապրեն բոլորը։ Հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեմ ատելության կարողությունը իրականացնել։ Երկար չպատմեմ ինչ տեղ ունեցավ հետո։ Իսկ այդ ամենի պատճառը միայն այն չէր, որ ապաշնորներ եկան իշխանության, եկան մարդիկ, ովքեր պատրաստ են ուրանալ ու ջնջել ամեն ինչ, մարդիկ, ովքեր այո, չունեին իզմեր, չունեին կարմիր գծեր, չունեին բանակցային հմտություններ, եւ իրականությունն արդյունքում ոչ միայն չփոխվեց, այլ գահավիժման տեմպն ընդհանրապես արագացավ։ Պատճառն այն էր, որ այլ օրակարգ չի տրվել Փաշինյանի առաջ։ Փաշինյանը չուներ տնային հանձնարարական, հակակշռող եւ զսպող մեխանիզմներ ստեղծել, որ վաղը զսպվեր սեփական ախորժակը։ Իսկ Փաշինյանն այն ուժեղ ֆիգուրը չէ, ով պատրաստ է կախաղան պատրաստել սեփական իշխանության համար հանուն Հայաստանի վաղվա օրվա։ Փաշինյանը վերարտադրվեց բոլոր տապալումներից հետո, Արցախի հարցում տեղի ունեցածի մասին ինքնախոստովանական ցուցմունքներ տալուց հետո եւ հիմա էլ պատրաստվում է վերարտադրվել, որովհետեւ հաջողությամբ համախոհներ գտավ հասարակության շրջանում։ Այսօր ասում են կարող են կանխել պատերազմը, կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, պատերազմ է, երբ ասում են Արարատը, Դադիվանքը մերն են, Արցախն էլ մերը չէ եւ չի եղել, Ձյունոց սարերը մեզ պետք չեն եւ այլն եւ այսպես շարունակ։ Սրանք գումարվել է եկեղեցու դեմ արշավը, միջազգային հարթակներից հակահայկական ելույթները։ Փաշինյանի պաշտոնավարմամբ պարզվեց, որ անհնար ոչինչ չկար, բազմաթիվ միֆեր, փշուր եղան։ Պարզվեց շատ բաներ ուռճացված էր, գերագնահատված։ Հող հանձնողին հողին չեն հանձնում ամենևին, հակահայկական թեզեր տարածողները խաղաղություն բերողներն են այսօր, արցախցիներին վաղ կոտ փախածներ անվանողը խիզախ առաջնորդ։ Այս ամենը չի հանգեցրել իշխանափոխության, այլ ճիշտ հակառակը, սրանք քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի առանցքային բաղադրիչներն են, իրենք քվե են ստանալու, հենվելով հենց այս հակահայկական թեզերի վրա։ Օրինակ, նախընտրական խոստում են դարձրել կաթողիկոսին հեռացնելու հարցը, ու չկա ընդվզում, ընդվզողին, սպիտակագրավին համակարգը հոշոտում է անխնա, ու կրկին չկա ընդվզում։ Արցախի դրոշը դպրոցի տեսանելի վայրում դնելու համար տնօրենին հեռացնում են եւ չկա ընդվզում։ Մանկավարժական հանրույթը հաշտ է, արագ գալիս է մեկ ուրիշը, ով ինքնավստահ հայտարարում է, շարժվում են պետության կարգ ու կանոնով։ Արդյունքում դրոշը տեղում չէ, նախկին տնօրենը նույնպես։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին հեռացնում են, մտավորականները հաշտ են։ Իրենք հավանաբար հետևություն են արել, էլ ոչ մեկին գիրք չեն նվիրի հայերի, հայկականության ու մեր պետության մասին։ 18-ամյա պատանին բանտվել է, ոչինչ, իրեն տեղն էր։ Երկրի ղեկավարը հայ ժողովրդի տարբեր հատվածների հանում է իրար դեմ, շարում է դեմ դիմաց ու շարունակում է գտնել աջակիցներ հասարակության մեջ։
Եվ այսպես եղել է միշտ, չկարծեք, թե Լյումպենը նոր է պարարտ հող գտել։ Նախկինում այդ քաղաքացին ակտիվ հերթագրում էր ընտանիքի անդամներին, ընտրակաշառք էր վերցնում, ընտրատարածքների դիմաց խռնվում, մարդիկ բերում տանում։ Նախկինները ինչպես էին վերարտադրվում, ում ջանքերով։ Նույն մտավորականը, բժիշկը, մանկավարժը չէր ներգրավված պրոցեսներին։ Նույն մարդիկ, ովքեր հիմա Փաշինյանին են երկրպագում, ակտիվ ՔՊ-ական են կամ ՔՊ-ի շարքերն են համալրել։ Ահա մի կադրում ընդդիմադիր Փաշինյանը պայքարում է ընտրակեղծարարների դեմ։ Մյուսում նույն մարդկանցից, ովքեր կանգնած էին ընտրակեղծարարների շարքում, արդեն նրա կողքին են։ Ինձ հուշեք, խնդրում եմ, ինչ պիտի լինի հունիսի 7-ին, ով պետք է գա իշխանության, որ փոխվի իրավիճակը, առողջանա հասարակությունը, փրկիչ, ոչ։ Հունիսի 7-ին ոչինչ չի փոխվելու, եթե մենք չենք փոխվելու։ Ոչ մի իշխանություն չի կարող փոխել մի հասարակություն, որը հաշտ է անարդարության հետ, լռում է արժեհամակարգի խեղման պահին եւ ամեն անգամ սպասում է, որ ուրիշը գա ու իր փոխարեն որոշի, կռվի, պայքարի, փորձի անհնազանդությամբ մաքրել մյուսի դեմքը, փորձի ընդվզել ու ամբոստանալ։ Իսկ երբ այդ ընդվզողին հոշոտի ռեժիմը, ինքը լռի, համակերպվի, ով էլ գա, ինչ էլ փոխվի վերևում, ներքևում նույնը կմնա եւ հունիսի 8-ը կրկին չի տարբերվելու հունիսի 6-ից։ Կլինեն շրջանակներ, ովքեր կմեղադրեն, կասեն կոչ եմ անում, որ մարդիկ շարունակեն անտարբեր մնալ, չհետաքրքրվել քաղաքականությամբ, շարունակեն պասիվ դիտորդի կարգավիճակով նայել, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Ամենևին ոչ, ճիշտ հակառակը։ Կհորդորեմ տեսարանների, պոպուլիզմի փոխարեն ծրագրեր պահանջել առաջադրվողներից, հետոյի տեսլական պահանջել, այլ ոչ թե թամաշա եւ անմեղսունակի հրճվանքով հետևել, ով ումից է ավելի լավ տեսարաններ ապահովում, հայհոյում, ում քարոզարշավն է ավելի մոտ հատակին, եւ որքան մոտ հատակին, այնքան հոգեհարազատ եւ զվարճալի։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի, տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Եթե խոսքը պոպուլիզմի մասին է, Փաշինյանն այս հարցում անկերազանցելի է։ Նա պատրաստ է պոպուլիզմը վերածել ոչ միայն ներքին գործիքի, այլ նաև արտաքին քաղաքականության գործիքի, առանց հետևանքները հաշվարկելու, միայն թե ներսում ծափահարեն ու քվետան։ Արտաքին քաղաքականությունը, որը պետք է կառուցվի սառը հաշվարկի, երկարաժամկետ շահերի եւ պետական պատասխանատվության վրա, վերածվում է պահի էմոցիոնալ արձագանքի ու ներքին սպառման համար նախատեսված շոուի։ Սա խրախուսվում է ընտրողի կողմից։ Պրոբլեմ չունեք։ Շնորհակալ եմ։ Ո՞ր գազի չհերցե։ Գնացի։ Ավարտը միշտ որպես կանոն նույնն է լինում։ Ծափահարությունները մարում են, բեմը դատարկվում է, իսկ քաղաքացին գնում է գազ տալու գինը վճարելու։ Վճարում է լուռ, իր անվտանգությամբ, իր հնարավորություններով, երբեմն իր ամենաթանկով։ Եվ հետո նույն մարդը կանգնում է նույն իրականության առաջ ու դժգոհում իր ճակատագրից, չհասկանալով, որ այդ ճակատագրի համահեղինակն ինքն է, ու սպասում է հաջորդ փրկչին, հաջորդ 2031 թվականի հունիսի 7-ին, որ փրկիչները կան ու փրկեն մեզ։ Կհանդիպենք։